Մենք սիրում ենք ձեզ ժողովուրդ։ Մենք սիրում ենք ձեզ։ Մենք երեխաներին սիրում ենք այնպես, ինչպես սիրում ենք մեր սեփական երեխաներին։ Մենք մեր տատիկ պապիկներին սիրում ենք այնպես, ինչպես սիրում ենք մեր սեփական ծնողներին։ Մենք մյուսներին սիրում ենք այնպես, ինչպես սիրում ենք մեր քույրերին եւ եղբայրներին։ Եվ այս պատմությունը առաջին հերթին ոչ տնտեսության, ոչ քաղաքականության, ոչ էլ առավել եւս աշխարհ քաղաքականության մասին է։ Այս պատմությունը սիրո մասին է։ Սա սիրո պատմություն է։ 2018 թվականից հետո Հայաստանում տեղի ունեցողը սիրո պատմություն է։ Եվ այսօր հեղափոխությունը հասել է իր գագաթնակետին, որովհետև պետությունը սիրում է իր քաղաքացուն, քաղաքացին սիրում է իր պետությանը, որովհետև իշխանությունը սիրում է քաղաքացուն, քաղաքացին սիրում է իշխանությանը։ Սա է հեղափոխությունը, սա է հեղափոխությունը, եւ հեղափոխությունը չի ավարտվելու, որովհետև այս սերը, որը մեկնարկել է 2018 թվականին, թևածելու է, ծավալվելու է եւ ամեն անգամ սիրո պտուղները վայելելու է Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր քաղաքացին։ Սրա մասին է այս պատմությունը եւ ես ձեզ շնորհավորում եմ այս պատմության առիթով, որովհետեւ ձեզնից յուրաքանչյուրը այս պատմության կերտողը, հեղինակը եւ իրավատերն է, այս պատմության կերտողը, հեղինակը եւ իրավատերն է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր քաղաքացի։ Բայց այդ սերը քուն ու դադար չի տալիս լրտեսական եռագլուխ կուսակցությանը։ Նրանք ամեն օր մի խնդիր ունեն։ Տենց լինում է, չէ՞ ժողովուրդ։ Չէ, տենց լինում է, չէ՞։ Որ ինչ որ մի լավ բան է պատահում, եւ նա ում հետ այդ լավ բանը պատահում է, ինքը իրականում շատ խոցելի է։ Մանավանդ, եթե այդ լավ բանը պատահել է երկար ժամանակվա հուսահատությունից հետո։ Եվ երբ որ այդ լավ բանը պատահում է, մարդը շատ խոցելի է վախերի նկատմամբ, որովհետև ինքը վախենում է հանկարծ պարզվի այդ լավ բանը այդքան էլ լավ բան չի, եւ ինքը կորցնի այդ լավի, այդ ուրախի, այդ երջանկության զգացողությունը։ Եվ լրտեսական եռագլուխ կուսակցությունը ամեն օր առավոտից իրիկու խնդիրադնում վախեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, վախեցնելով իր մտածածին 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեմայով, ես ձեզ պատասխանատու ասում եմ, Հայաստան-Ադրբեջան բանակցություններում այդպիսի հարց երբեք ոչ մի անգամ չի քննարկվել։ Պատերազմի լրտեսական կուսակցությունը միլիոններ է ծախսում այդ թեման օրակարգ բերելու համար, որովհետև նրանց ձեռնտու չի խաղաղությունը, որովհետև խաղաղությունը նրանց թույլ չի տալիս թալանել եւ այդ թալանը փակել իբր բանակ կառուցելու, իբր անվտանգություն կառուցելու ծխածածկույթի տակ։ Նրանք
30 տարի գողացան բանակի անունով եւ իրենց համար դղյակներ կառուցեցին բանակին թողելով կանսերվի կոկոշներ, բարիս բուն իմաստով կանսերվի կոկոշներ եւ կանսերվի կոկոշներ էին ժողովուրդ ջան, ոչ միայն կանսերվի կոկոշները, որոնց մասին դուք գիտեիք, այլև այն, ինչ որ նրանք զենք էին անվանում, Հայաստանի բանակի, ուրեմն ամենա հուսալի հրետանին եւ սիրված հրետանին եղել է D30 հրանոթը, այդպիսի հրանոթ կա D30, այսինքն մեր բոլոր ինքը իրականում լավ զենք է, ինքը հին տեխնոլոգիայի, բայց լավ զենք է, շատ լավ զենք է, ես ձեզ ուզում եմ մի նորություն ասել, առաջին անգամ գործարանային արտադրության D30 Հայաստանի Հանրապետությունը ունեցել է 2024 թվականին։ Առաջին անգամ D30 զենքի առաջին օգտագործողը Հայաստանի Հանրապետությունը եղել է 2023 թվականին։ Դրանից առաջ մեր ողջ հրետանին եղել է 50 թվի արտադրության, 60 թվի արտադրության, այն Սերժը, որ ասում էր 80-ականների զենքեր, ինքը չափազանցնում էր, այդ ինքը իրան ուժեղ տղուտեղ էր դրել, որ ասում էր 80-ականների զենքեր, այդ զենքերը իրականում 60-ականների և 70-ականների են, և նրանք խոսում են, թե բանակ են ժառանգել, նրանք բանակ չեն զառանգել, նրանք ժառանգել են 50-ականների, 60-ականների, ոչ ըստ էության օգտագործման վերջին ստադիայի մեջ գտնվող զենքերով մի բանակ, որը այլ պետությունները այլևս չօգտագործելու պատճառով շպրտել են Հայաստանի Հանրապետությանը, իսկ թե ինչ է բանակը, ինչ է սպառազինությունը, ինչ է տեխնոլոգիան, եկեք և մայիսի 28-ին տեսեք Հանրապետության հրապարակում և դուք դա տեսնելով կհասկանաք, կառերեսվեք, թե ինչ նկատի ունեմ ասելով Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, որովհետև դուք այսօր կարող եք հպարտ լինել ձեր բանակով, ձեր ունեցած սպառազինությամբ և տեխնիկայով, որովհետև դա իրական արժանապատիվ պետության բանակ է և մենք դա ձեզի ցույց կդնենք մայիսի 28-ին, եկեք, տեսեք և հպարտացեք, եկեք, տեսեք և հպարտացեք, ընդ որում դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն և տեխնիկա օտար երկրի արտադրության, բայց նաև դուք կտեսնեք ժամանակակից սպառազինություն և տեխնիկա Հայաստանի Հանրապետության արտադրության 2026 թվականը այն առաջին տարին է, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մրցունակություն է ցույց տալիս զենքի միջազգային շուկայում և Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ զենք է արտահանում միջազգային շուկա, դա նշանակում է, որ միջազգային շուկան հետաքրքրված է մեր արտադրանքով։ Բայց, ժողովուրդ ջան, սա պատերազմի մասին չի, սա խաղաղության մասին է, որովհետև, ինչպես ասել եմ, մենք խաղաղությունը մեր ռազմավարությունն է, բայց մենք հասկանում ենք նաև, որ այն երկիրը, որը չունի ուժեղ պաշտպանունակ բանակ, կարող է գայթակղիչ լինել ագրեսիայի համար, և մենք հասկանում ենք, որ խաղաղության համար հարկավոր է այդ թվում ունենալ պաշտպանունակ բանակ, և մենք այսօր արդեն ունենք այդպիսի բանակ, և մեր բանակը ամեն տարվա հետ լինելու է
ավելի ուժեղ ու պաշտպանունակ, բայց միայն ու միայն հիշեք սա, որովհետև սա սկզբունքային կարևոր հարց է, միայն ու միայն Հայաստանի միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքի պաշտպանության համար, որովհետև սա է խաղաղության միակ եւ հնարավոր բանաձևը եւ առաջիկա ընտրությունների հարցը, որին պատասխան պիտի տա մեր ժողովուրդը, հետեւյալն է. արդյոք Հայաստանի քաղաքացին տեր է կանգնում խաղաղությանը եւ ես ձեզ որպես 8 տարի ձեր թույլտվությամբ եւ ձեր մանդատով Հայաստանը առաջնորդած մարդ, ով զբաղեցնում է Հայաստանի վարչապետի պաշտոնը, ինձ իրավունք եմ վերապահում, կոչ եմ անում, խնդրում եմ, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, տեր կանգնեք պետությանը, տեր կանգնեք անկախությանն ու ապագային, գործելով հետևյալ տրամաբանությամբ. ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Արարատին, Վեդիին, Մասիսին, Վերին Դվինին, Արտաշատին, Երևանին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։